Այո, որքան էլ ցավոտ հնչի, բայց ժողովուրդը սուտ չի տեսնում։ Երբ Սուրբ Խորանը դառնում է գործարքի առարգա, իսկ հոգևոր ծառայությունը շահագործման միջոց, այն ժամանակ հավատքը մեռնում է։ Քահանան կոչված է զոհաբերության, ոչ թե շահագործման, բայց երբ մարդը աստիճան է ստանում ոչ թե հավատքի, այլ չագերդյալ գաբերի շնորհիվ, հոգևորականություն նախկադանում է հոգևես։ Մենք այսօր ականատես ենք մի իրականության, ուր որոշ հոգևորականներ վարում են արևդրական վարկ, հարստություն, խոշոր մեքենաներ, անշարժ գույքեր։ Երբ ժողովուրդը տեսնելով այդ չի կարող հավատալ, որ նրանց բերած խոսքը Աստծուց է։ Սակայն մեղքը ամբողջությամբ միայն նրանը չէ, մեղքը նաև ժողովրդի անդարբերության մեջ է։ Եթե հավատացյալը բան չի դնում մաքրության, եղձը միշտ տեղ պիտի գտնե։ Հոգևոր վերածնունդը գկա միայն այն ժամանակ, երբ քահանան իր կյանքով ապացուցի իր ծառայությունը, եւ այն ժամանակ ժողովուրդն էլ կվերադառնա թեպի եկեղեցի, ոչ թե որպես կառույցի, այլ որպես կենդանի հավատքի մարմին։